Միշտ հետաքրքիր է եղել ներսեսենց ծառայությունը, ովքեր են, ինչքան է, որտեղ է, հարկ Աստծո արժեքի համար։ Այո, հավատում ենք, որ սա Տիրոջ օրն է։ Գիտեք, անապատում ժողովուրդը, երբ որ մանան ուտում էին, սկզբից շատ ուրախացան այդ մանանայի վրա։ Շատ, որովհետև երկնքից հաց էր իջնում։ Դες բան չէին տեսել, չէին լսել։ Բայց հետո եկավ մի ժամանակ, ասին հոգնել ենք այս կերակուրից։ Միտեղ էլ եկավ ասին զզվել արդեն մեր սիրտը այս կերակուրից։ Պատկերացեք Աստծո ձեր ամեն բան արել է մանանա, գրված է հրեշտակների կերակուր, որ ոչ մի ազգի չի տրվում, մենակ տրվում է Իսրայելին, Իսրայելին արդեն հոգնել է, մեկ էլ ասում է զզվում եմ արդեն։ Ես նմանացեմ դա Աստծո խոսքին։ Մարդիկ կան սկզբից ուրախ ընդունեցին Աստծո խոսքը, շատ ուրախ, ցնծում էին, երգում էին, պարում էին, վկայում էին։ Մենք էլ տենում ես արդեն շատերի կյանքում հոգնածություն կա այդ խոսքից։ Մարդիկ արդեն հասլանուրը չուզում ես այդ խոսքը։ Գիտեք, այնքան կարևոր է, որ դու այն ոնց որ առաջի անգամ ընդունեցիր Աստծո խոսքը ուրախությունով, մինչև վերջ պահես այդ ուրախությունը։ Հասկանաս, որ այս հնարավորությունը ամեն մեկին տրված չի։ Հիմա շատերը շատ չարենցավ լիքը մարդիկ լիքը տեղերում են, ոմանք հեռուստացույցի առաջ են, ոմանք ինտերնետի մեջ են, կերակուր են ուտում։ Բայց գիտեք, կերակուրն կավետան ասում է խոզերի կերակուր։ Բայց Աստված մեզ մաս ու բաժին անում, տալիս իր սեղանից, իր պատվական սեղանից, իր խոսքից, դրա համար գնահատել է պետք։ Հավատացեք, էականը չի շենքի տեսքը, ձևը, չափը, որտեղը, կարևորը ինչ է խոսում այդ շենքի մեջ, ու ով է փառավորում այդ շենքի մեջ, ու անունից են խոսում, դրա համար սիրտն է այդ բաց պահեք Աստծո խոսքի համար, միշտ այդ մանանայի համար, այդ Աստծո խոսքի համար գոհ եղի, միշտ հաճույքով կեր այդ մանանա, Աստծո խոսքը գրված է ոչ միայն հացով կապրի, այո, չի ասում հաց պետք չի, ասում ոչ միայն հացով, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով։ Ինչքան կարևոր է հացը մեր մարմնի համար։ Անհրաժեշտ է, հնարավոր չի ապրել առանց հացի, առանց ջրի, առանց օդի։ Մենք կախված ենք դրանից։ Բայց եթե մարմին այդքան կախված է հացից, ջրից, օդից եւ այլ բաներից։ Բայց ինչքան առավել քո հոգեվոր մարդը կախված Աստծո խոսքից։ Ինչքան պետք է քո հոգեվոր մարդու համար Աստծո խոսքը։ Ինչքան պետք է որ քո հոգեվոր մարդը Աստծո ներկայությունով ջրվի։ Ինչքան կարևոր է պաշտամունքը քո հոգեվոր մարդու համար։ Հնարավոր չի առանց Աստծո խոսքի, հնարավոր չի առանց եկեղեցու, հնարավոր չի առանց Աստծո ներկայության։ Մենք ուղղակի հոգեորապես կչորանանք ու կմահանանք։ Գիտեք, շատերը չորացան ու մահացան, որտեղ հեռացան Աստծուց, հեռացան եկեղեցուց, հեռացան Աստծո խոսքից, հեռացան Աստծո ներկայությունից ու չորացան ու մահացան։ Ճյուղը գրված է ինք իրանից պտուղ չի կարա տա, եթե որդի վրա հաստատված չլինի։ Ասում է ես որդն եմ, Հիսուսն ասում, դուք ճյուղերն եք։ Միշտ իմացի, ինչքան էլ մեծ լինես, ինչքան էլ փարթամ լինես, ինչքան էլ պտղաբեր լինես, քո անունը ճյուղ է։ Դու ինչ որ մեկից վերցնում ես այդ սնուցումը, դու քո մեջ կյանք չունես, եթե ինքը չտա։ Հովհաննես Մկրտչյանը այնքան զորավոր մարդ է, գրված ամբողջ Իսրայելը իր մոտ էր գալի։ Անգամ շատերն ասում են, երևի արդեն ինքն է Քրիստոսը, հարցնում են դու ես Քրիստոսը, դու ես Մեսիան։ Ինքը ասում է ես չեմ լույսը։ Իր այն առողջ ծառայության, հարատև ծառայության գաղտնիքներից մեկ, որ ինքը միշտ հասկանում է, որ ինքը չի լույսը, այլ ինքը ինչ որ մեկից լուսավորվելով այդ լույսը փոխանցում է։ Տեսել եք ճանապարհների կողեն ադրաժատել են ասում։ Ինքը իր մեջ լույս չունի, բայց երբ որ լույսը ընկնում է իր վրա, ինքը անդրադարձնում է լույսը։ Մենք դրա նման, մեր մեջ լույս չկա, բայց երբ որ իր լույսը գալիս է մեր վրա, մենք այդ լույսը անդրադարձնում ենք։ Երբ որ իր կյանքով լցվում ենք, այդ կյանքը մենք փոխանցում ենք։ Մենք անոթ ենք, մենք մեզանից բան չունենք։ Սա շատ լավ հասկանալ է պետք։ Ինչքան խորը հասկանաս, որ դու քեզանից բան չունես, այլ նրանից վերցած ես փոխանցում, այնքան քո հոգեոր ընթացք ապահով կլինի։ Ամեն։ Մեր աղբերը շատ լավ խոսած 18-ին ծայի մասին, այսօր ես էլ խոսալ եմ հավատքի մասին։ 18-ին ծայի մասին շատ եմ լսել ժողովուրդ, բայց հավատալ է պետք խոսելի։
լսելը շատ լսելը չի, հավատալը պետք է։ Եթե մենք լսում ենք 18-ի մասին ու մեր մեջ նենց զգացողություն է գալի, որ մեզանից ուզում են պոկեն տանեն, ասեմ, ուրեմն հավատ չկա քո մեջ։ Որտեղ այդ խոստումը, որ կարդում ես, ասում է տուր եւ սանով ինձ փորձիր։ Միթե չեմ բանա քո համար երկնքի պատուհանները։ Եվ այնքան օրհնություն տամ, որ տեղ չլինի։ Ես առաջ հասկանում եմ տեղ չլինի, ոնց տեղ չլինի։ Որտեղ այն ժամանակ մարդիկ հիմնական սնսկավարություններում չեն ապրում, սեփական տներում են ապրում, ունեին գոմեր, ունեին ամբարներ, ունեին, չգիտեմ, տեղեր, որտեղ իրաց բերք ու բարիքը բերում էին։ Ասում եմ, ես այնքան կօրհնեմ, որ քո ամբարը ցորենի համար բավական չի լինի։ Քո գարիի համար, մնացած բերքի համար, քո գոմը քո անասունների համար փոքր կլինի։ Այն գոմը, որ սարքել ես, չգիտեմ, 10 անասունի համար, 15 անասունի համար, ես այնքան կօրհնեմ, որ քո գոմը փոքր կլինի, որ տեղ չի լինի։ Այսինքն Աստված ոչ թե քո կարիքի չափով կտա քեզ, կարիքից էլ ավել կտա։ Որ դու էլ կարողանաս ոմանց համար օրհնություն լինես։ Որտեղ օրհնությունը դա մեզ պիտի չդարձնի ես ասելու, մենք կենտրոնանանք մեր վրա, էլի օրհնիր, այս ունենամ, այն ունենամ, այն ունենամ, չէ, Աստված շատ բաներ քեզ օրհնում է, բայց ուզում է նաև դու օրհնություն դառնաս շատերի համար։ Հատկապես իր տան համար։ Ինչը մտածում եք Աստված ուրիշ ճանապարհ չունի իր տուն օրհնելու համար։ Բայց եթե այս ճանապարհն ա դրել, որ իր ժողովրդի միջոցով, ուրեմն մենք հարգենք այդ ճանապարհը, Աստծո որոշումը։ Թե Աստված կարող անկախ մեր տալուց, մեր չտալուց ինքը օրհնի։ Նես չի, որ մենք Աստծուն չենք ճանաչել, ապրել ենք, 10-րդով ենք ապրել կամ ընծայով ենք ապրել։ Մենք մինչև Քրիստոսին գալ ապրել ենք, չէ՞։ Տերն է պահել մեզ։ Բայց որ հասկանում ենք առանց տալու մեզ պահելը, բայց չարժի հիմա էլ տալով մեզ պահի։ Հիմա եթե հասկանում ենք, որ ոմանց աղոթքով քեզ բերելա, ոմանց ծառայությունով քեզ բերելա, բայց չարժի քո ծառայությունով ուրիշներին բերի։ Ամեն։ Ես խոսք անվանել եմ շատ պարզ հավատքը լսելուց է։ Այո, լսելն էլ Աստծո խոսքից, որովհետև ամեն հավատք չի, որ տանում Աստծո մոտ։ Մարդկա թուղթուկ իրարողներին է հավատում, ու այդ իրանց տանումա սատանայի մոտ, Աստծո մոտ չի տանում։ Մարդկա նալյու փշի է հավատում, այդ իրանց տանումա սատանայի մոտ, Աստծո մոտ չի տանում։ Մարդկա, չգիտեմ, գարոսկոպի է հավատում, մարդկա հավատում է, թե առավոտում երեսը տեսավ, մարդկա հավատում է, թե այսօր շաբաթը որն երկու շաբթի անհաջող ուր է, 13-ը վատ թիվ է, մարդկա լուրջ տես բաներ է հավատում։ Մարդկա հավատում է, որ դեմոքսիայի կատու անցավ, իրան վատ բան կլինի։ Հավատում է մարդը, ու այդ հավատքը իր մեջ վախեր է բերում, որովհետև մի ամիս մուտքից դուրս է գալիս, այդ կատուն անցնում է, վայգույը բռնում է, որ այսօր մի հատ վատ բան կպատահի, որովհետև հավատում է դրան։ Գիտես ինչի հավատում ես, դա գալիս է քո վրա։ Բայց որ Աստծուն ես հավատում, օրհնություն է գալի քո վրա։ Երբ որ Աստծուն ես հավատում, վախեր չի գալի քո վրա, վախերն է հեռանում քեզանից։ Դա ասում է հավատքը լսելուց է, լսելն է Աստծո խոսքից։ Ամեն բան չի, որ լսում ես քո մեջ Աստծո հավատքն է գալի։ Այսօր եթե դու շատ քաղաքական բաներ լսես, քո հավատքը կդնես մարդու վրա։ Ինչ որ մի կուսակցության վրա, ինչ որ իշխանության վրա։ Դրա համար մենք իշխանություն դնող հանողը Տերն է, մենք մեզ պետք է չի, ով կլինի, թող չլինի։ Ով էլ կլինի, մենք օրհնենք իրան, որտեղ Տերն ասում է օրհնենք իշխանավորներին, աղոթեք իրանց համար։ Բայց ես չեմ ուզում երբեք որոշեմ կամ խառնվեմ, թե ով պիտի լինի, որտեղ Տերը գիտի, որ ժամանակին ով պիտի լինի։ Բայց մարդիկ կան, մենք մեր մեջ ունենք եղբայր, որ շատ տկվեց այդ քաղաքական բաները, հիմա ինքը հավատքից ընկած է։ Որովհետև սկսեց արդեն ուրիշ բաների մեջ մտնել։ Գիտեք, քաղաքական դաշտը լաբիրինթոսի նման է։ Մեկ որ մտման է խճճվում է։ Որովհետև սրա վրա է հույսը դնում, նրա վրա է հույսը դնում, սրանից ակնկալիք ունի, հավատում է, որ էսի գա լավ կլինի, հավատում է, որ էսի գա լավ կլինի, հավատում է, որ ստե, չգիտեմ, սենց լինի լավ կլինի, իր հավատքը գնում արդեն մարդկանց վրա։ Բայց մեր հավատքը Աստծո վրա է։ Հետո եկեղեցին, երբ որ Հայաստանում թափ առավ, կարելի ասել արթնություն ապրեց, կոմունիստական շրջանում ապրել, որի ղեկավարները բոլորը եղել են անաստվածներ։
անաստվածներ, բառի ուղիղ իմաստով։ Ես ասեմ շատերը ներ են եղել, որտեղ գրած է շատ ներեր կան։ Այն գլխավոր ներերը չեն եղել, բայց շատ ներեր են եղել։ Սովետական միության շատ ղեկավարներ։ Բայց Աստված այդ ժամանակաշրջանի մեջ եկեղեցին զորացրել է, եկեղեցին օրհնել է, եկեղեցին բարձրացրել է, եկեղեցին դարձրել է հազարներ։ Դրա համար այսօր մարդիկ հույսը կապում են, եկեղեցու արթնությունը կապում են իշխանության հետ։ Եկեղեցու արթնությունը կապում են քաղաքական, չգիտեմ ինչ-որ վերադասավորների հետ։ Չկա դες բան ժողովուրդ։ Եկեղեցու արթնությունը կապված է երկնքի հետ։ Տերը կարող ցանկացած իշխանության օրոք արթնություն բերի։ Որտեղ Տերը ինքը ինքնիշխան Աստված է։ Ինքը չի նայում ով գա, որ ինքը կարողանա գործի, ինքը գործում է անկախ ամեն ինչից։ Ինքը գործում է բոլոր ժամանակների մեջ։ Դա մա լավ կլի մեր հավատքը կապենք Աստծո հետ։ Մեր հավատքը կապենք Աստծո հետ, մեր հույսը դնենք Աստծո վրա, մեր սպասումներն Աստծուց լինեն, մեր, չգիտեմ, առաջընթացը Աստծով տեսնենք, արթնությունը Աստծով սպասենք, մարդկանցից չսպասենք, մարդկանց վրա հույս չդնենք։ Ուրեմն մի պատմություն, որ գրված է Ղուկասի ավետարան, հեռախոսը բացեմ, որ արագ լինի։ Ուրեմն 7-րդ գլուխ առաջի համարից։ Այս միակ տեղն ավետանում, որ գրված է Հիսուսը զարմացավ մարդու հավատքի վրա։ Շատ տեղեր կա, տեղ կա ասես մեծ է քո հավատքը։ Տարբեր բաներ է ասում, բայց ես մի տեղը գրված է, որ զարմացավ։ Ուրեմն 7-րդ գլուխ հենց առաջի համարից։ Ասում է, երբ որ բոլոր խոսքերը ժողովրդի ականջներին խոսելը վերջացրեց, մտավ Կափառնայում։ Իրեք Կափառնայումը մի տեղ է, որ ասում է դու Կափառնայում, որ մինչև երկինքը բարձրացած ես, մի տեղ է գրված է Կափառնայում շատ հրաշքներ չարեց իրանց անհավատության պատճառով։ Գիտեք, այն ամենավատ տեղերից կան շատ ուժեղ մարդիկ դուրս գան։ Կա, չոր ասում են, այս գյուղը սենց է, այս քաղաքը սենց է, բայց Աստված ամենտեղ իր անտիները ունի։ Ամենտեղ, ամեն ազգի մեջ իր անտիներն ունի։ Այն ամենավատ ազգերի մեջ Աստված իր անտիները ունի։ Ստե Կափառնայում մի մարդ էր ապրում, որ ինքն իսրայելացի չէր, հարուրապետ։ Մի հարուրապետ կար, որի ծառան իրեն սիրելի էր, հիվանդացած էր եւ մեռնելու մոտ էր։ Տեսեք, մի հատ իրավիճակի մեջ է հայտնվել, հարուրապետ լավ մարդ էր, որ ծառայի մասին մտածում էր։ Բայց ասում է հիվանդացած ու մեռնելու մոտ էր, մահամերձ վիճակում էր։ Բայց մի բան լսեց։ Երբ Հիսուսի մասին լսեց, հրեաներից մի քանի ծերեր ուղարկեց նրա մոտ, որպեսզի գա ու ծառային ապրեսնի։ Տեսեք, մի հատ անելանելի իրավիճակի մեջ հայտնվում է, որ ելք չկա, մեռնելու մոտ է։ Չի կարող ոչ մի բան, չի կարող ապրեսնի, բայց լսեց մեկի մասին։ Այդ մեկի մասին լսելուց հետո իր մեջ հավատ բարձրացավ։ Դեք ժողովուրդ, երբ որ Հիսուսի մասին լսում ենք, մեր մեջ պիտի հավատ բարձրանա իր նկատմամբ, որտեղ մեր հավատքը կառուցված է հենց այդ անձնավորության վրա։ Մեր հավատքը պիտի կառուցված չէ ինչ-որ հանգամանքների վրա, իրավիճակների վրա։ Մեր հավատքը պիտի կառուցված լինի հենց այդ անձնավորության վրա ու իր խոսքերի վրա։ Մեր հավատքի հիմքը ի՞նչն է։ Եթե հավատքը համարում ենք ֆունդամենտ, չէ, նախնական բան, այդ հավատքը ով է։ Հիսուսի մասին գրված է մեր հավատքի զորագլուխ, այդ զորքն է, որ ասում է, երբ որ ներկայացնում է Եբրայեցիների 11-րդ գլուխը շատ մարդկանց, 12 գլուխը սկսում է մեր հավատքի զորագլուխ, այդ զորքի առաջնորդը, այդ հավատացող զորքի առաջնորդը, եւ ոչ միայն հավատքի զորագլուխն է, այլ հավատքի կատարողն է։ Գիտեք, Հիսուսը երբ որ երկրի գործում էր, ինքը ոչ մի բան, ոչ մի անգամ այս արտահայտություն չարեց, ես հավատում եմ։ Չեք գտնի ավետարանների մեջ, որ Հիսուսն ասի, ես հավատում եմ, այս հրաշքը կլինի, կամ ես հավատում եմ, ապագայում սենց կլինի, կամ ես հավատում եմ, որ դու սենց կդառնաս, որտեղ հավատալու կարիք մենք ունենք, ինքը հենց այդ հավատքն է։ Ինքն է ամեն բան տվողը, ինքն է ներկան, ապագան, անցյալը, ինքը ինչին պիտի հավատա, եթե իրանից ամեն բան դուրս գալիս։ Մենք կարիք ունենք հավատալու իրան,
որ ինքը կարող է այդ բաներն անի։ Հավրապետը երբ որ լսեց, ասում է մարդ ուղարկեց, հավատ բարձրացավ, ու այդ հավատքը մղեց իրան ինչ-որ գործողություն անելու։ Գրված որ հավատք առանց գործերի մեռած է։ Ես մարդ եմ տեսել, որ պարծենում է իր հավատքով, իր մեծ հավատքով։ Հələ հետն էլ ասում է, ես քեզից լավ եմ հավատում, բայց այդ հավատքի մեջ ոչ մի տեղաշարժ չկա, ոչ մի գործողություն չկա։ Դրա համար Աստծո խոսքն ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Ու գիտեք ինչի է դա համեմատում, ոնց որ մարմին առանց հոգու։ Մարմին առանց հոգու։ Այդքան կարևոր է, մարդը երբ որ շարժվում է, խոսում է, կենդանի է, հոգին իր մեջ է, դրա հաշվին է ենք այդ ամեն ինչ անում։ Երբ որ հոգին դուրս է գալի, մարդը դառնում է մեռել։ Այդ ասում է հավատքը առանց գործերի նման է նույն այդ մեռելին։ Եթե հավատում ես, չես աղոթում, եթե հավատում ես, եղբոր ասած ընծա 10-ով չես տալի, հավատում ես, բայց չես ավետարանում, հավատում ես, եկեղեցի չես գալիս, հավատում ես, մարդկանց չես վկայում, հավատում ես, չես փոխվում, եւ սենց նման է շատ կարող շարունակենք։ Եթե այս բաները հավատքի հետ չկան, դա մեռած հավատք է, որը ոչ մի օգուտ չի կարող տա այդ հավատացողին։ Բայց այս մարդը երբ որ լսեց, գրված է ծառաներին ուղարկեց այդ հավատքի տիրոջ մոտ, ասեց արի ես հարցը լուծի։ Այդ է հավատքը, որ դու գնաս ասես Տեր, արի ես հարցը լուծի իմ կյանքում, որտեղ ես գիտեմ, որ մենակ դու կարաս անես։ Հավատա, որ այսօր քո կյանքում շատ բաներ կա, որ ոչ մեկ չի կարող քեզ օգնի։ Ինչքան դու սպասում ես մարդկանցից, բայց ոչ մեկ չի կարող քեզ օգնի։ Հիվանդության հարց կա, չգիտեմ, ընտանեկան խնդիրների հարց կա, ներքին հարցեր կա, որ ոչ մեկի չես ուզում կիսվես, կամ ամաչում ես կիսվես, կամ չես հավատում, որ կլուծվի, դրանք բոլորը լուծում ունեն մեկի մոտ, իր անունը Հիսուս Քրիստոսը։ Եթե դու հավատաս դրանք տանես իր մոտ, ու ասես Տեր լուծիր, մեն բոլորին ասես Տեր, եթե կամենաս, կմաքրվեմ։ Ինչ ասես, ես կամենում եմ մաքրվիր։ Տերը կամենում է, որ մենք ազատ լինենք։ Տերը կամենում, որ մենք մաքուր լինենք։ Տերը կամենում, որ մեր հարցերը պատասխանված լինեն։ Ուղարկեց ու մարդիկ եկան, Քրիստոս եկավ։ Նրանք էլ երբ որ Հիսուսին եկան, թախանձելով աղաչում էին նրան եւ ասում էին. Տեր, նա արժանի է, որ այս շնորհքը անես նրան, որովհետեւ մեր ազգին սիրում է, ժողովարանն էլ ինքը շինեց։ Հիսուսը գնաց նրանց հետ եւ երբ տան մոտեցավ, Հավրապետը մի քանի բարեկամներ ղրկեց եւ ասեց նրան. Տեր, մի հոգնիր, որովհետեւ ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Նրա համար էլ ես ինքս ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու, հապա խոսքով ասի եւ իմ ծառան պիտի բժշկվի։ Որովհետեւ ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ։ Եվ իմ հրամանի տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա ու գնում եմ, մյուսին ասեմ եկ եւ գալիս է, ծառայիս ասեմ այս բանն արա անում է։ Հիսուս այս բանը լսելով զարմացավ, նրա վրա եւ իր ետևից եկողներին ասեց. Ձեզ ասում եմ Իսրայելի մեջ անգամ ես այսչափ հավատ չգտա։ Եվ պատգամավորները նորից տուն դարձան եւ հիվանդ ծառային առողջացած գտան։ Տեսեք ինչ է կատարում, գալիս են, նախ գովում են այդ մարդուն, թախանձում են, ասում են լավա որ անես, արժանի է։ Մեզ սիրում է մեր ազգին, որտեղ ինքը ռոմեացի էր, մեզ սիրում է, ժողովարաններ ինքը շինեց, բայց Հիսուսին այդքան չէր հետաքրքրում, ինչքան այդ մարդու հավատն էր հետաքրքրում։ Հավատք, որտեղ ինքը հավատքին է պատասխանում։ Ու այդ մարդը մի բան ասեց, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակը մտնես։ Գիտես, քանի որ ինքը զինվորական էր, շատ լավ գիտեր իշխանությունը ինչ է, շատ լավ գիտեր վերադասը ինչ է, շատ լավ գիտեր պաշտոնով բարձրը ինչ է։ Ասում եմ, ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ, այսինքն ինչ որ մենք իշխանության տակ եմ դրված, ու իմ ձեռքի տակ կամ իմ հրամանի տակ 100 մարդ ունեմ, Հավրապետ էր։ Ասում եմ, սրան ասում եմ, գնա գնում է։ Խիա գնում, որտեղ գիտի, որ ես Հավրապետ եմ իր վրա։ Գիտի, որ ես իշխանություն եմ իր վրա։
Նրան ասում եմ արի գալիս է, ենթարկվում է, որտեղ ես իշխանությունն եմ իր վրա։ Ասում է ծառայից ասեմ այս բանն արա, անում է, որովհետև գիտի, որ ես իշխանություն եմ, դրա խոսքին լսում է։ Օրինակ երեխան որ ծնողի լսում է, գիտի, որ ծնողը իշխանություն է, չէ՞։ Իրանից բարձր է։ Վերջ իրա մեծն է։ Ասում է դու էլ խոսք ասա։ Տեսեք ինքը ոնց էր համեմատում իրան Քրիստոսի հետ։ Ինքը գիտեր, որ ինքը իշխանության տակ է դրված, ու ինքը իշխանություն է հարողի վրա, դրա համար իր խոսքը կշիռուն է հարի մոտ։ Ասում է դու էլ խոսք ասա, ինչ էր հասկանալով, որ գիտեր Քրիստոս դրված է հոր իշխանության տակ, ու ամեն բան իր ձեռքն է տրված։ Դրա համար ասում ես գիտեմ, որ դու իշխանությունն ես, ոչ միայն հարողի վրա, իշխանությունն ես հիվանդությունների վրա, իշխանությունն ես իրավիճակների վրա, իշխանությունն ես խնդիրների վրա, իշխանությունն ես ազգերի վրա, ժողովուրդների վրա, իշխանությունն ես ժամանակների վրա, ճանաչել է, ասում է խոսք ասա եւ իմ ծառան կբժշկվի։ Ընդամենը խոսք ասա։ Դուստերից ասա թող առողջ լինի, հոգեոր աշխարհում գիտի որ ասում ես առողջ լինի, այնտեղ ոնց է այդ Աստծո հոգին ոնց է կպնում այդ հիվանդին ու ոտի անում, որովհետեւ հրաման տվողը ինքն է եղել։ Երեմիայի ողբերի մեջ 3 գլխում գրված է. ով է նա, եթե ասի ու կատարի, եթե Տերը չի հրամայել։ Միթե ասման նրա բերանից չեն դուրս գալի բարիքն ու չարիքը։ Քան Տերն է վերին իշխանությունը։ Ասում է երբ որ ասեցին, եկան տեսան ծառան բժշկված է։ Ոնց լուծվավ այս հարցը, ժողովուրդ, հարց կար, խնդիր կար։ Մարդ կար, հիվանդ էր, մահամերձ էր, բայց մեկ էլ լսեց մեկի մասին։ Ու իրա մեջ այդ հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Ու իրա մեջ հավատ բարձրացավ։ Ու այդ հավատքը իրան մղեց այդ մարդկանց ուղարկելու, խնդրելու, կանչելու, ու այդ հավատքի կատարողը այդ հավատքի կատարողը կատարեց այդ հրաշքը։ Մենք գիտես այնքան ենք, մենք ավելի շատ մեր հավատքին ենք հավատում, քան Աստծուն։ Ու նայեն ես մարդ այնքան է հավատում իրան, ավելի շատ ինքը հավատում է իր հավատքի չափին, իր դավանություններին, իր չգիտեմ հռչակումներին, ավելի շատ ինքը կենտրոնացած է իր վրա ու հրաշքներ չի կատարում շատ այդ մարդկանց հետ։ Բայց մարդը երբ որ այդում է մի խնդրի հանդիպում, հասկանում է, որ ինքը չի կարող այդ հարցը լուծի, բայց ինքը լուծողի տեղը գիտի։ Այդ է։ Մենք շատ ենք կենտրոնացած մեր որ մենք լուծողներն ենք, չէ՞ մենք լուծողի տեղը իմացողներն ենք։ Մենք լուծողին դիմողներն ենք, մենք լուծողին կանչողներն ենք, մենք լուծողին այդ խնդիրը առաջարկողներն ենք, ներկայացնողներն ենք։ Բայց մենք Տեր, որ մենք աղոթում ենք, ինչ ենք անում։ Բերում ենք այդ խնդիրը, երբ որ Դանիելը այդ խնդիրն եղավ, արդեն կոտորվում էին, ասում է եկավ, իր անկերներին ներկայացրեց խնդիրը, մի հատ խնդիրն այնց խնդիր, որ դա անհասկանալի խնդիր ու անհասկանալի պահանջ։ Նաբուկոդոնոսը ինչ է պահանջում։ Ասում է երազը, որ ես տեսել եմ, նույն երազը դիտենաս ու մեկնաբանես։ Չլսված բան, մոգեն ասում են, սենց բան ոչ մի չի պահանջի իրացարանեց։ Ոնց որ ես հիմա ներսեսին ասեմ, երեկվա եմ տեսած երազը պատմի։ Անհնարին բան է, ժողովուրդ։ Բայց Աստված կարող է այդ անհնարինը հնարավոր դարձնել։ Նույն երազը, որ ցույց է տվել Նաբուկոդոնոսին, նույն երազը ցույց տվեց Դանիելին, բայց մի տարբերություն, որ մեկնություն էլ հետը տվեց։ Նրան մենակ երազն է տվել, որ սա դիմի Աստծո մարդին, մեկնությունը ստանա Աստծո մարդուց։ Մենք այդ գործն ենք անում մարդկանց հետ։ Մենք գիտենք լուծողի տեղը, մենք ի մարդկանց մղենք դեպի Քրիստոսը։ Մենք ավելի շատ, եթե ուշադրել եք, մենք ավելի շատ եկեղեցի ենք քարոզում, քան Քրիստոս։ Ես լուրջ եմ ասում։ Այսօր եկեղեցի քարոզողներն ավելի շատ են, քան Քրիստոս քարոզողները։ Եկեղեցի են քարոզում, եկեղեցու քանակ են քարոզում, եկեղեցու շենք են քարոզում, եկեղեցու, չգիտեմ, ձեռքբերումներ են քարոզում, եկեղեցու անցած ճանապարհ են քարոզում, լավ է այդ ամեն ինչը, բայց այդ ամեն ինչը տվողին չեն քարոզում շատ ժամանակ։ Այդ օրհնությունները տվողին թողած, մենք ավելի շատ օրհնություններ են քարոզում, օրհնությունների մասին ենք խոսում, բայց հավատքի հիմքը նա է։ Հավատքի կատարողը նա է, հավատքը իրական դարձնողը նա է։ Այս հարցը լուծվեց, որովհետև այս հարուրապետը հասկացավ, որ պետք է դիմի Հիսուսին։ Գնա ասա թողան։ Գնա ասա թողա իմ ծառային բժշկի։ Խոսք միան թող ասի։ Ինչքան մեծ էր հավատքը։ Խոսք ընդամենը։
Ես տեսել եմ, մեր կյանքում էլ եղել, մենք էլ ենք արել։ Մի հատ խնդիր ունես, հոբիտ ասում ես աղոթումա չի անցնում, ավակ հորներն ես հանդիպում, ում տենում ասում ես, չգիտեմ նամակ են գրում ուրիշ եկեղեցի հորների, նամակ են գրում դրսում ծառայողների, ես մարդ գիտեմ, որ դիմել է Ուկրաինա, այն ժամանակ դիպի Ջոշուան ծառայում էր, այն ջուր էր սրսկում մարդկանց վրա։ Այդ ջուրը հետո դարձավ վաճառքի բան, ֆլակոններով բերում են երկրից երկիր, մարդ էր ճարել, ջուրն էր բերել, ու ջուրը փչե իր վրա լավան էր։ Ասում ես, նյուժելի տենց է հավատք էլի։ Աստված ուզում է, որ դու տենց հավատքը կապես Նիգերիայի մի ծառայողի հետ, ու Աստված Նիգերիայից պետք է գա Հայաստան այդ մարդու միջոցով, որ քեզ բժշկություն տա։ Ստե Աստված չկա։ Այն որ գնացին Բահակ ճանճիկին հարցնելու, ասես խի Իսրայելի մեջ Աստված չկա, խի Չարենցավանում Աստված չկա, խի Հրազդանում Աստված չկա, խի այդ նույն Աստվածը, որ Նիգերիայում գործում, աստեղ չի գործում։ Աստված օրհնի այդ մարդկանց, որ ծառայում են իրան։ Բայց գիտես, մենք մեր հավատքը ում վրա ենք դրել։ Մենք մեր հավատքը ում վրա ենք կառուցել։ Մենք ումից ենք սպասում օգնություն։ Սաղմոս 2-ն ասում է բարձրացնենք աշխարհը դեպի սարերը։ Հետո միտք առնում, որ ասում է որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը երկնքից է, ոչ թե սարերից է։ Սարերը հենց այդ բարձր բաներն են, բարձր ծառայողներն են, մեծ մարդիկ են, ճանապարհ անցած, մեծ նվաճում ունեցած, այդ սարերից, բայց քո հույսը սարերի վրա մի դի։ Քո աչքերը հառի դեպի երկինք, որտեղից որ գալիս է քո օգնությունը։ Կարող է սարեր լինեն, բայց մեջ օգնություն չլինի։ Բայց երկնքից գալիս է քո օգնությունը։ Այնքան կարևոր է հավատքը կենտրոնացնես Քրիստոս անձի վրա։ Այնքան կարևոր է հավատքը կենտրոնացնես Քրիստոսի վարդապետության վրա, Քրիստոսի խոսքերը, որտեղ այդտեղից է գալի կյանքը մեր մեջ։ Մեկ-մեկ մենք մեր անհավատությունը, մեր այդ անհավատությունը ծածկելու համար մարդկանցից են կարճում, մարդկանցից են սպասում, մարդկանցից են բողոքում, տրտնջում, խի չարեցին, խի չեկան, խի չտեսան, բայց մի հատ հարց կա, անհավատություն։ Հավատ, որը պիտի կենտրոնացնի Քրիստոսի վրա։ Մի ուրիշ տեղ կարդանք, էլի շատ նման պատմություն, ուրեմն Մարկոսի ավետարան 5-րդ գլուխ։ Շատ հայտնի պատմություն։ Տերապես կնոջ պատմությունը։ 25 համարից, Մարկոս 5:25։ Մի կին, որ 12 տարի արյունի տերապետության մեջ էր, եւ շատ նեղություններ էր կրել, եւ շատ բժիշկներից չարչարվել, եւ իր բոլոր ունեցածը վատնել էր, եւ օգուտ չէր ունեցել, հապա էլ ավելի էր վիճակը վատացել։ Հլնայք ինչ ծայրահեղ վիճակ, կին ունի ավարնահոսություն կամ անբուժելի հիվանդություն, շատ բժիշկների էր դիմել, շատ բժիշկների, ուր գիտեր գնացել էր։ Ամբողջ ունեցածը վատնել էր, ոչ մի օգուտ չէր ունեցել, վիճակն էլ ավելի էր վատացել։ Պատկացել կնգա վիճակ, էլի։ Սա ունեցածը ծախել որ բուժվի չի բուժվել, ուր գիտի գնացել է չի բուժվել, վիճակը ոչ թե թեթևացել է, ավելի է վատացել։ Եվ երբ որ Հիսուսի վրայով լսեց, տեսեք, այդ ամեն ինչից հետո ինքը լսում է Հիսուսի մասին։ Հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Լսում է Աստծո որդու մասին։ Երբ որ Հիսուսի մասին լսեց, ետևից եկավ բազմության մեջ եւ նրա հանդերձին դպավ։ Հիսուսի մասին լսեց, չմնաց իր տունը, գնաց Հիսուսի մոտ։ Գնաց այդ բազմության մեջ, Հիսուսին հետևող բազմության մեջ գնաց։ Այսօր լեզվով ասած եկեղեցի եկավ։ Էսի Հիսուսին հետևող բազմությունն է։ Բայց ինչ էր մտածում, քանզի ասում էր, եթե միայն նրա հանդերձներին կպնեմ, պիտի բժշկեմ։ Շուտով իր արյունի աղբյուրը ցամաքեց ու իր մարմնի մեջ իմացավ, որ իր տանջանքներից բժշկվեց։
Ինչքան տևեց այդ բժշկությունը։ Մի հատ հպում ընդամենը։ Ակնթարթ։ Ուղղակի գիտես ում հպվեց, բժիշկներին չհպվեց։ Աստծո որդուն հպվեց։ Ծառայողներին չհպվեց, Աստծո որդուն հպվեց։ Մի հպում, ասում մի անգամուց իր մեջ զգաց այդ բժշկությունը, որ իր տանջանից ազատվեց։ Տեսեք, ունեցվածը ծախել էր, լրի բժիշկներին դիմել էր, վիճակը ավելի վատացել, բայց երբ որ լսեց Հիսուսի մասին, ասեց միայն կպնեմ նրա հանդերձին։ Հավատ բարձրացավ իր մեջ, ու այդ հավատքը իրան կենտրոնացեց Քրիստոսի վրա։ Գիտես ոնց կարա ստուգես քո հավատքը, սիրելի եղբայր քույր։ Եթե կենտրոնացած Քրիստոսի վրա, ուրեմն քո հավատքը առողջ վիճակի մեջ է։ Եթե կենտրոնացած ես մարդկանց վրա, քո հավատքը խալխլված է։ Եթե քո հավատքի կենտրոնը Քրիստոսն է, որտեղ նա է մեր հավատքի զորագլուխը եւ կատարողը։ Եթե շատ ծառայողներ գիտես, շատ եկեղեցիներ գիտես, շատ լավ է։ Զոր գիտես, քանակ չկա, բայց դրա զորագլուխը Տերն է։ Ու կատարողը Տերն է։ Այդ առողջ հավատքը։ Կինը ասեց, երբ որ գնամ, բազմության մեջ գնաց։ Ու տեսեք շարունակությունը։ Հիսուսը իմացավ, որ իրանից զորություն դուրս ելավ։ Նա իր մարմնի մեջ իմացավ, որ կպանդ իրան ինչ-որ մի բան, բժշկվեց։ Հիսուսն իմացավ, որ իր մարմնից զորություն դուրս եկավ։ Այսինքն Աստծուց ինչ-որ բան դուրս եկավ իր կյանքի մեջ։ Այդ է հրաշքանողը։ Երբ որ Աստված կպնում է քեզ։ Գիտես, աղոթների մեջ փորձի կպնես Աստծուն։ Մտքով կենտրոնացի Աստծո վրա։ Փառաբանում ես կենտրոնացի Աստծո վրա, երկրպագում ես կենտրոնացի Աստծո վրա, խոսք ես լսում կենտրոնացի Աստծո վրա։ Երբ որ կենտրոնաս իր վրա, ինքը լինի քո մտքի մեջ։ Մի փոքր հպում իրան բժշկություն կբերի քո կյանքի մեջ։ Մի փոքր հպում իրան զորություն կբերի քո կյանքի մեջ։ Թարմություն կբերի քո կյանքի մեջ։ Նորոգություն կբերի քո կյանքի մեջ։ Հիսուսը մի հատ հարց է տալիս, ասում ով կպավ իմ հանդերձներին։ Տեսեք աշակերտները ինչ են ասում։ Աշակերտներն ասին, կտեսնես, որ բազմությունը քեզ կնեղի եւ դու ասում ես ով կպավ ինձ։ Տարօրում են Հիսուսին շատ բազմություն կար։ Սաղել ուզում են տենային Հիսուսին։ Չգիտեմ, մի հատ բարեր էին, ձեռը մի հատ գլխներին դնել, մի հատ ժպտար, մի հատ խոսք ասել, սա ուզում էին։ Ու այդ ամբողջի մեջ Հիսուսը, որ շատերը կպնում են իրան, ասում է մեկը կպավ ինձ։ Աշակերտները չհասկացան ինչ ասում։ Ասում են Տեր, ամբողջը քեզ նեղում է, դու ասում ես ով կպավ ինձ։ Չէ, ասում մեկը կպավ ինձ։ Ինքը այս կպնելու մասին չէր խոսում։ Այս հպման մասին չէր խոսում։ Հավատքով կպնելու մասին էր խոսում։ Բայց ասեն շատերը հպվեն ասում, բայց հավատքով չկպնեն իրան։ Շատեր են Հիսուսին հպվում, բայց շատերը չէին կպնում իրան հավատքով։ Չէ, ասում մեկը կպավ ինձ։ Հիսուսն իր բոլորտիքը նայելով, որպեսզի այս բան անողին տեսնի։ Շատ մարդ կար այդ բոլորտիքը, բայց ինքը փնտրում էր իրան կպնողին։ Շատ իրան կպնողներին չէր նայում ինքը, մեկին էր նայում, որ հավատքով կպավ, որտեղ իր մտքի մեջ մտածում էր։ Միայն կպնեմ նրա հանդերձին եւ պիտի բժշկեմ։ Չէր ասում, գիտես, այնքան մինիմալ բան էր մտածում, չէր ասում ձեռքը տնի գլխիս, գային վրա աղոտ քանես, մեր ընդամենը ես կպնեմ իր հանդերձին։ Քղանցքի կպնեմ, կբժշկեմ։ Կինը վախեցավ ու դողաց, որովհետև գիտեր, թե ինչ եղավ, եւ եկավ նրա առջև ընկավ եւ բոլոր բաները պատմեց նրան։ Հիսուսը նրան ասեց. «Աղջիկ, քո հավատքը քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ եւ բժշկվիր քո տանջանքից»։ Եվ հարցը լուծավ։ Ինչ եղավ ժողովուրդ այդ անբուժելի հիվանդությունը, այդքան չարչարած մարդու այ կպավ Հիսուսին։ Մենք մեր լուծումներն այնքան են երկարացնում, այնքան են բարդացնում։ Գիտես, այո, հարցեր կա պրոցես է պետք լուծվելու համար, բայց հարցեր կա ակնթարթ է պետք լուծվելու համար։ Ուղղակի մենք այդ ակնթարթը իր մոտ գտնենք։ Դա իր հետ մի հպում ավելին է կարող անի, քան ամբողջ բժիշկները իրար հետ միացած։ Բժշկությունը լավ բան Աստծուց է, բայց
գլխավոր բժիշկը Տերն է։ Հովիվը լավ բան է, որ հովիվ կա, հոտին հսկում է, բայց հովվապետը լրիվ ուրիշ է։ Հիսուսն իրան անվանում է հովվապետ, այդ բոլոր հովիվների ավագ հովիվը։ Հովվապետին ճանաչելը ավելին է։ Գիտեք, մի հպում, սա է հավատքը, երբ որ քեզ կենտրոնացնում է Աստծո որդու վրա, քեզ կենտրոնացնում է այդ հավատքը տվողի վրա, հավատքը ոչ միայն տվողի վրա, հավատքը կատարողի վրա, զորագլխի վրա։ Մի ուրիշ պատմություն էլ չկարդամ կասեմ, Առաջի Թագավորաց 17-րդ գլխում է գրված, կարա կարդաք, մի հատ վերհիշեք, թարմացնեք, երբ որ Դավիթը կանգնեց Գողիաթի առաջ։ Հենց այդ պատկերացեք, էլի մենք Աստվածաշնչյան պատմությունը կարդում ենք, մտածում ենք ինքան հեշտ պատմություն, իրական շատ հեշտ չի։ Դավիթը գալիս է, հերն ուղարկում է իրան եթալու եղբայրների մոտ պատերազմի վիճակը իմանալու։ Դավիթը գալի տենում է, ամբողջ Իսրայելի զորքը կանգնած, փրշտացների հետ դեմոդիմաց։ Ունդեղից մի հատ հսկա է դուրս գալի ամեն օր նախատում է Իսրայելին, վախեցնում է ու այս զորքի մեջ, այս հազարավոր մարդկանց մեջ մի հոգի չկա, որ համարձակվի լինի Գողիաթի հետ պատերազմի։ Ոչ Սավողն է համաձայնվում, ոչ իր համարձակվում, ոչ իր տղա Հովնաթանը, ոչ մնացած զորապետները։ Հրամանատարներ, առաջնորդներ, լիքը ուժեղ տղեր կային մեջները։ Մեկը չի համարձակվում, խի, որտեղ նայում է Գողիաթի չափսերի, նայում է Գողիաթի հասակի, Գողիաթի սպառազինությանը, Գողիաթի մեծ խոսալուն, Գողիաթի սպառնալիքներին, ոչ մեկ։ Մեկ էլ դաշտից մի հատ երեխա գալի, պատանի, լսում զարմանում է։ Ասում է, ով ես անթիպատ փրկշտացին, որ Աստծո զորքերն նախատի։ Գնում ասում է, ես կարամ, եթեմ կրվեմ հաղթեմ։ Սավողն ասում է, դու չես կարա, դու երեխա ես, էլի պատերազմի մարդ է, հələ քեզ նայի, հələ նրան նայի, հələ քո բոյին նայի, նրա բոյին նայի։ Դու եկել ես մի հատ հովվական բանձերը, գավազան, բայց ինքը բան է պատմում։ Ասում է, երբ որ ես իմ հոր հոտեն արածում էի, ասում է, արուց էր գալի հոտերի վրա, հետևից գնում էի ու այդ գառեն ազատում էի, գետնով տալիս սպանում էի։ Ու ասում է, այն Տերը, որ ինձ առջև արուծի բերանից ազատեց, սրա ձեռից էլ կազատի։ Տենում եք, Դավիթի այդ համարձակությունը որտեղ էր։ Իրա ֆիզիկական պատրաստության վրա չէր, հա, իրա փորձառության վրա չէր, իրա լրիվ ապավինություն Տիրոջ վրա էր։ Ասում է, այն Տերը, որ ինձ ընդեղ ազատեց, ձերը կազատի։ Այն Տերը, որ ինձ ազատեց առուծի բերանից, արջի բերանից, սրա ձեռից էլ կազատի։ Էլիան հետաքրքիր չի դրա չափսերը, բոյը, սպառազինությունը, գիտի որ Տերը կարանի ու վերջ։ Բայց Իսրայելից ոչ մի արդ չկա, որտես մտածեր։ Այդ է հավատքը, որ հենված Աստծո վրա, Աստծո զորության վրա։ Ու գիտեք, Գողիաթը արհամարեց Դավիթին, ասեց արի ես քեզ հեսա կտամ երկնքի թռչուններին դաշտի գազաներին, մեկ էլ Դավիթ հակադարձում ասում է, ես ասում է քո գլուխը կվերցնեմ քո վրայից։ Այդ հսկային ասում, պատկերացնում, հենց մի հատ պատկերացրի, նա 17 տարեկան երեխա կարմրաթուշիկ դաշտից եկած, մեկ էլ մի հատ հսկա, որ մի ամբողջ զորք դողում է դրանից։ Սրա խոսալը, մեծ աղբերն ասում է, ես քո սրտի հպարտությունը գիտեմ։ Yani մեծ խոսում էր քեզ ինչի տեղ ես դրել, բայց այս պստի տղեն Աստծուն ճանաչում է ուղղակի։ Ուղղակի ճանաչում է, վստահ Աստծո վրա։ Ու այդ պստի տղեն այդ հսկային հաղթեց։ Ինչով հաղթեց մի հատ քարով։ Սմանենց արեց քարը մխրճվեց ճակատի մեջ ու Գողիաթը վայր եկավ։ Գլուխը կտրեց ոնց որ ասած է, զորքը փախավ, կոտորած արեցին ու հաղթություն։ Որտեղից։ Որովհետև Դավիթի վստահությունը Տիրոջ վրա է։ Ժողովուրդ, շատ կարևոր է, մեր հավատքի հիմքը ինքն է։ Մեր հավատքը մենք, գիտեք, այնքան մարդ եմ անդամ դավանություններ անում, բայց բան տեղից չի շարժվում։ Պիտի հասկանաս, քո հավատքի հիմքը Քրիստոսն է։ Եթե հավատքդ ուղղված է իրան, իր վրա է կառուցված, հրաշք կկատարվի քո կյանքում։ Եթե հավատքդ իր վրա է, սարերը տեղից կշարժվեն։ Եթե հավատքդ իր վրա է, իրավիճակներ կփոխվեն։
կապանքներից կազատվես, մեղքերից կազատվես, եթե հավատքը դրա վրա օրհնություն գա քո կյանքի մեջ։ Նայում ես Դավիթի գրվածները, ասում է թեև մահվան շուքի ձորի մեջ անցնեն, չար բանից չեմ վախենա, խի, որովհետև դու իմ հետ ես։ Չի ասում, որովհետև ես ուժեղ տղա եմ, որովհետև ես դաշտերում ապրել եմ, արդեն այդ վախը կորել է մեջիցս։ Չի ասում, որովհետև ես շնից ու չգիտեմ ինչից չեմ վախենում, որովհետև դու իմ հետ ես։ Այդ է։ Մարդը ինքը իր վկայություն տալիս իր կյանքի, չես կարող ջոգես, ես ինքն արել, թե Տերն արել։ Այնքան է վերագրում իրան այդ ամեն ինչը։ Չես կարող զանազանես, եթե վերջի ինքը արեց, թե Տերն արեց։ Բայց Դավիթի կյանքում նա շատ լավ է ներկայացնում Տիրոջը, որովհետև դու իմ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը մխիթարում են ինձ։ Հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերի մեջ։ Ինչ ասում, դու իմ գլուխը յուղովոցել ես, իմ բաժակը խիստ լեցուն է, դու իմ առջև սեղան ես պատրաստում թշնամիների դիմաց։ Հələ նա այդ Սաղմոսը միադիր ուշադիր կարդա, որ կտենաս չի ասում ես, ասում է դու։ Այնքան դու է ասում, դրա համար իր մեջ մեծ հավատ, մեծ վստահություն կա Աստծո վրա։ Գիտեք, երբ որ ճանաչում ես Աստծուն, չի կարող քո մեջ վստահությունը չմեծանա։ Երբ որ դու ճանաչում ես Աստծուն, ճանաչում ես ով է Տերը, քո կյանքում գալիս է մեծ խաղաղություն ու հանգստություն, որտեղ դու գիտես ով է քո հետ քայլողը, որտեղ դու գիտես ով է քեզ առաջնորդողը, որտեղ դու գիտես ով է քեզ տեղ հասցնողը, որտեղ դու գիտես ով է այս ճանապարհի Տերը։ Բայց երբ որ ճանաչողություն չկա, ես տեսել եմ մարդ, հոգևոր մարդ, հուսահատված, տխուր, կասկածամիտ, երկմիտ, այնքան բան կա այդ մարդու կյանքում, որտեղ չի ճանաչում։ Աղոթում է, բայց իր աղոթած Աստծուն չի ճանաչում։ Կարդում է գիրքը, բայց իր կարդացած Աստծուն չի ճանաչում։ Փառաբանում է, բայց իր փառաբանած Աստծուն չի ճանաչում։ Ճանաչենք Տիրոջը, Ովսեի գրքի մեջ սենց է գրված, ճանաչենք Տիրոջը եւ հետևենք նրան ճանաչելուն։ Սա է հավիտենական կյանք, որ ճանաչենք քեզ։ Ամբողջ հավիտենությունը այդ է, որ ճանաչելու ես, ավելի խորն ես ճանաչելու, ավելի խորը, որ հրեշտակներն ասում են սուրբ է, չէին դադարում գրված է, որտեղ մի փոքր Աստված իրանց բացվում էր, մի հատ նոր երկրպագություն էր ծնում, մի փոքր բացվում էր, ու հասկանում են, որ դա վերջ չունի, այդ խորությանը հատակ չկա։ Մենք հավիտյանք ճանաչենք ու հավիտյանք հիանանք իրանով, հավիտյանք սիրենք, հավիտյանք պաշտենք, հավիտյանք ուրախանանք իրանով, ճանաչիր եւ սա է հավիտենական կյանքը, ճանաչենք քեզ եւ Քրիստոսի, որին դու ուղարկեցիր։ Ճանաչենք Աստծուն, որ մեր հավատքը դիմես կենտրոնացնի Աստծո վրա։ Այսօր այնքան շատ հավատ քշեղող բաներ կա։ Այնքան շատ հավատ քշեղող բաներ կա։ Այդ կինը կարող չէ բազմության մեջ կորցնել Հիսուսին։ Բայց իրան այդ բազմության շատությունը չէր հետաքրում։ Ինքը կենտրոնացած էր մենակ Քրիստոսի վրա։ Ինքը ճեղքեց այդ բազմությունը, գնաց կպավ Քրիստոսի իր պատասխանը ստացավ։ Այդ բազմության մեջ նաև Քրիստոսի աշակերտներն էին։ Այս հարապետին, որ ասում է շրջվեց իր հետևից եկողներին ասեց, Իսրայելի մեջ անգամ այս չափի հավատ չգտա։ Ովքեր են Քրիստոսի հետևից եկողները։ Հələ հիշենք։ Աշակերտներ իրան հավատացող մարդիկ։ Բայց ասում է Հիսուսը շրջվեց իր հետևից եկողներին ասեց, Իսրայելի մեջ անգամ այս չափի հավատ չգտա։ Դրա մեջ նաև մտնում են իր աշակերտները։ Նրանք էլ ինչ-որ հավատքի չափ ունեին։ Մենք ստեղ բոլորս որ նստած ենք ինչ-որ հավատքի չափ ունենք։ Բայց երբ որ այդ հավատքի չափը մեծանում է, այդ հավատքի չափը մեծանում է քեզ ավելի շատ կենտրոնացի Քրիստոս անձի վրա։ Քրիստոս անձի վրա։ Մի տեղ եկավ եկեղեցիները Կորինթոսում սենց մի հատ հարցի մեջ էին հայտնվել։ Ասում մի մասը նստել ասում է ես Պողոսյան եմ, մի մասը ես Պողոսյան եմ, մի մասը ես Կեփասյան եմ։ Եկեղեցին բաժանվել էր ու ամեն մեկը կենտրոնացել ինչ-որ մի հատ ծառայողի վրա։ Լավ ծառայողի վրա, ընտիր, այդ ժամանակվա քրիստոնեները, այդ ժամանակվա առաքյալները, այդ ժամանակվա այն անարատ Աստծո մարդիկ։ Լավ էր, բայց երբ որ կենտրոնացել էին ու իրանց պատկանելությունը ավելի շատ մարդու հետ էր, ես Պողոսյան եմ, ես Պողոսյան։ Պողոսն ասում է, ես ինչ եք անում։ Ով է Պողոսը, ով է Կեփասը։
Ասում եմ մեկը ցանեց, մեկը ջուր տվեց, բայց աճեցնողն Աստված է։ Ասում եմ միթե ես եմ խաչվել ձեր համար, կամ իմ անունով եք մկրտվել։ Ինչ է ուզում ասել Պողոս, ինձ մի նայեք, Քրիստոսին նայեք։ Ձեր համար խաչվողին նայեք, ձեր համար ում անունով մկրտվել եք իրան նայեք, ում անունով փրկվել եք իրան նայեք, ում անունով սրբվել եք իրան նայեք, ում անունով որ հավիտենական կյանք ունեք իրան նայեք, եք ինձ նայում։ Հա ինչ անեմ, որ ես մի քիչ բարձր ծառայող եմ, կամ ձեզանից մի երկու քայլ առաջ եմ անցել։ Չի նշանակում ես դի դառնամ ձեր կենտրոնը։ Ինչ էր ասում, լավ է, ես ասում եմ շատերը ինչ մկրտեցի, թե չեք ասեք իմ անունով եմ մկրտել։ Ասում եմ Հիսուսին նայեք, որտեղ ասում եմ ոչ ցանողն է մի բան, ոչ ջրողն է մի բան, այլ աճեցնող որ Աստված է։ Լավ է ծառայողներ, առանց ծառայողների չի լի եկեղեցին, որտեղ Աստված է դրել ծառայողներին, Աստված է դրել մարդկանց, բայց Աստված չի ասում մարդուն նայիր։ Մարդուն շատ սովորելու բաներ կա, բայց Քրիստոսին նայիր։ Նայենք Հիսուսին, մեր հավատքի զորագլուխին եւ կատարողին, քո հավատքը կատարողը Տերն է, քո հավատքը իրականություն դարձնողը Տերն է, քո աղոթներին պատասխանողը Տերն է, քո աղոթները իրական դարձնողը Տերն է, Տիրոջը նայիր։ Ու քո կյանքում փոփոխություն կգա։ Ամեն։ Եկա աղոթք անենք։ Բարք քեզ Տեր։